Ես մշակույթ սիրող իրավաբան։ Սա իմ առաջին անհատական ցուցահանդեսն է։ Անգամ այսպես խմբական ցուցահանդեսների չեմ մասնակցել, եւ թե առաջին քայլերին դեպի դեսպասպած։ Խորագիրը կոչվում մասնիկապատում։ Երևի թե դες բառ չկա, մենք ենք որն է, չգիտեմ չեմ ստուգել, բայց ասելիքը հետևն է, որ սա մասնիկների պատմություն է։ Ամեն մի մասնիկ մի պատում է եւ ամբողջ մասնիկների այսպես միությունը ամբողջ պատմություն։ Մասնիկների միջոցով փորձում են արտահայտել տարբեր այսպես դրվագներ, դրանք կլինեն աստվածաշնչյան կամ առօրեական։ Խնդիրներից սկսած մինչև ուղղակի կոչեր կամ ինչ-որ էմոցիոնալ դրվագներ։ Բանական որ իսկապես զայրույթի արդյունք են, ինչ-որ բանից բարկացել եմ, ջղայնացել եմ, հատկապես երևանյան ինչ-որ դրվագներ խաներ, դրանք դրա արդյունք են, նկարները։ Բանական ուղղակի չգիտեմ ինչ-որ բանով չեմ ուզում պայմանավորել, բայց փորձել եմ նկարել, ինչ-որ միտք ա եղել, որ ուզել եմ արտահայտել եւ հատկապես նստել սկիզբ եմ արել, որ դա ճիշտ ուզածս կարող եմ արտահայտել։ Մի բան բայց նկատում եմ, որ սկզբում նկարում էի սև ու սպիտակ, աստիճանաբար սկսեց գունավոր դառնալ ու այսպես գույնի պակասություն ոնց որ լինի, այսինքն շատ գույնը շատ շեշտված ձև, այսինքն միջին գույն շատ քիչ եմ օգտագործում, շեշտված վառ գույների բան։ Ու այդ ամեն ինչը արտահայտվում է եւ դրական եւ բացասական կերպարների մեջ, այսինքն երկուսի մոտ գունավոր են լինում, ուղղակի այդպես պատկերով կարաս հասկանաս, թե ինքը պոզիտիվ է, թե նեգատիվ թեմա։ Ինչ եմ զբաղվում ազգային արժեքների սովորող պահպանությամբ, երևի թե չեմ պատկերացնում այլ բանով զբաղվել, որովհետև նույնը արել է պապս իր գործունեությամբ, ես շատ կարևորում եմ իր մշակութային հավասար գործունեությունը, ինչի որ արել է Հովհաննես Ճանապարհյանը եւ երևի թե այսպես ավանդույթի ձևով ես դրա գրող շարունակողն եմ իմ այսօրվա ժամանակի համահունչ ձևեր։ Շատ լավ հասկանում եմ դրա կարևորությունը ու շատ լավ հասկանում եմ իմ հնարավորությունների սահմանները։ Ես ինչ կարող եմ անել այս ոլորտում միջին ձևով կամ այլ ոլորտում լավ ձևով։ Դրա համար այսպես թիմի օգնությամբ կարողանում ենք որոշ բաներ անել։ Գիտեք, ինձ մոտ ունեց տարօրինակ ա եղել առհասարակ իմ պապիս բացահայտելը, որովհետև տան ինչքան խոսեն կամ չխոսեն, դու այդպես չես ընկալում, մանավանդ երբ որ շատ փոքր եմ, երբ որ մահացել պապս։ Ես իմ պապիս բացահայտել եմ այլ մարդկանց հիշողությունները, այսինքն երբ որ ավագ սերնդի շփվել եմ, օտար մարդկանց հետ, նոր եմ ծանոթացել։ Այդտեղ հասկացել եմ իր մեծությունը եւ նաեւ որոշ չափով արխիվներում պատտելով հասկանալ։ Երբ որ այդ ամեն ինչը տեսնում ես, հասկանում ես, գիտակցում ես, որ կյանքը կարճ է, մի մարդու բան չի, պետք է շարունակող լինես։ Հասկանում ես, ճարտարապետ չեմ, պատմաբան չեմ, մի քիչ այդ որ ասում եմ ուսումնասիրություն, ինքը մի քիչ գիտնականի աչքով մի քիչ սխալական չեմ, այդ ուսումնասիրությունը չէ։ Ինքս ինձ համար այսինքն բացահայտում եմ ինչ-որ ճանապարհ եմ անցել։ Պատուհանս բացում եմ կաթոլիկ եմ, առաջ շենքեր, հիմա կաթոլիկ եմ։ Հետաքրքիր է ինձ համար, որովհետև Երևան քաղաքում եք ու շրջում ես, այդպես հուշարձաններ այդ թվալությամբ շատ քիչ ես հանդիպում, դրա համար հետաքրքրության դիրքում եմ սկզբում ուղղակի կարդում էի շատ բան չհասկանալու, որովհետև ուսանողական տարիների ուղեկցող հետազոտություններ։ Բայց աստիճանաբար կոնի
ինձ համար մի շարք հարցեր փորձեցի պարզել, հա։ Ինչ պատմություն ունի այս եկեղեցին, ինչ դեր է ունեցել հավանաբար Երևան քաղաքի այլ եկեղեցիների։ Մի փոքր նաև պատկերացումներ այդ ժամանակվա միջնադարյան Երևանի կենցաղի ինստիտուկացի վերաբերյալ, որովհետև սա միայն մեր եկեղեցու պատմությունը չի, այլ նաև պատերին կան աշխարհի տարբեր հայտարարություններ, տեքստեր, դրանց միջոցով ինքնս հասկանում ես ինչ միջով է տարօրինակ։ Հետո գնում ես պատմագիրներ ու սկսում ես համապարտություն ապրել, համ որոշ դեպքերից հիասթափվել ամասն։ Գիտեք, ինքը այսպես երկու հիմնական ուղղությամբ կբաժանեն։ Նախ եւ առաջ գիտելիք, որը մարդն է նախընտրում, իր համար դա պրակտիկ գիտելիք է, թե չէ, որովհետեւ մարդը առհասարակ չի ուզում նման տեքստերի հետ եւ չի շփվել իր կյանքում, իր համար դա պրակտիկ գիտելիք է։ Եվ երկրորդ առումով դա էմոցիոնալ որակի մաս ունի, որ դու արտաբերում ես, ուզում ես շփվել այնպիսի տեքստի հետ, որ քո նախնիներն են շփվել եւ առնչվել։ Դրա համար մի քիչ էմոցիոնալ բան կա, այսինքն եթե ուզում ես քեզ ճանաչես, փոքր հետ ես գնում, տարբերություն գիրք կարդալու, մի քիչ ինքը կամ պատմություն իմանալու, մի քայլ ավել է, որովհետև սկսում ես բառեր արտաբերել, որոնք երբեմն արտաբերվել են քո նախնած կողմից։ Այսինքն զարգացնում մարդու բառապաշարը։ Դա այսպես ավելի ոչ էմոցիոնալ արգումենտների դասին ես կդասեի, որ անշուշտ գրապար իմանալը ավելի լավ հայոց լեզու ես ունենում գրապար իմանալով։ Սկսում ես կիրառել այնպիսի բառեր, որոնք կիսամեռած են կամ շատ ավելի դիպուկ են արտահայտում մտքեր, քան այսօրվա հայերը։ Օրինակ կարծիքով որ տարիքից լավ կլինի սովորել մարդու գրապար եւ ինչպես կվերաբերես այն մտքին, որ առաջարկում է գրապարի գործներում։ Շատ լավ վերաբերում առհասարակ դպրոցական տարիքում այդ ծրագրին, եթե հնարավորություն ունենամ ամենջով մենք էլ մեր թիմով կլծվենք այդ գործին եւ նախնական փորձեր ունենք, այսպես մի ամսով պիլոտային ծրագրեր Արարատյան թեմի հետ արել ենք Երևան քաղաքի ավագ դպրոցներում։ Ինքը շատ կարևոր է, հասկանում եք, այսինքն սա միայն լեզվաբանական խնդրի մասին չի, սա մի հատ ամբողջ մշակութային շերտի մասին է։ Իրականում իմ սկզբունքը հետևյալն է, ես չեմ սիրում, որ ինչ-որ մեկի ստեղծագործության այգին, ինչ-որ մեկը ստեղծագործում է։ Ցավալի է, բայց այս երկրում դա շատ սկզբունքային հարց է, եւ եթե տենց չի, ուրեմն նոր ստեղծագործություն չի համարվում ստեղծագործություն։ Բերեմ օրինակ։ Ստեղ եղել է մեծ եկեղեցի, կոմունիստները եկել են քանդել։ Լավն է, թե վատն է, շուք է եղել, շքեր է եղել, եկել քանդել են ճիշտ տեղում կառուցելով շենք։ Այսինքն մի ստեղծագործության հաշվին, եկեք մի բան մոռանանք, հա, ինքը հավատքի օբյեկտիվ է։ Բայց դրա տեղը եկեք կառուցել են շենք, ինչ-որ մեկը եկել ստեղծագործություն։ Հիմա այդ սա ամեն ինչ տեղավորումը 100 տարվա մեջ էլի։ Պատկերացնում եք, այդ ինչ կարճ ժամկետ է, էլի, այսինքն կարգի շինություններ քանդել հավաքելու մեջ։ Լեգո ենք խաղում։ Ուրեմն հետո այդ շենքը քանդվեց, տեղում կառուցվեց մի հատ նոր եկեղեցի։ Ֆունկցիոնալ առումով ես իմ աչքով եմ տեսել, որ մարդիկ այսինքն տեղ չունեն քանդելու, այսինքն արևիտակ են կանգնում, մեծ եկեղեցու կարիք կա, այսինքն այդ առումով իսկապես մարդկացված է, բայց իմ պատկերացումները մի փոքր այլ էր, այսինքն եթե գնացել են այդ քայլի շենք պիտի քանդվի, գոնե նոր ստեղծագործությունը լիներ այսօրվա ժամանակի համահունչ եւ չփորձել կրկնօրինակել ու վատ կրկնօրինակել անցյալի ինչ-որ դեպք, այլ լիներ շատ լավ։ Հիմա ինչ-որ եղած բանի վրա չեմ սիրում քննադատել, բայց մի բան էլ կարող ասեմ, որ
Դեզ ինստիտուտի կանվան ժամանակ ես անձամ ամեն օր հետևել եւ լուսանկարել process-ը։ Շենքի մեծագույն մասը կառուցված է եղել սրբատաշքարով, մեծ եկեղեցու եւ բարբարոսաբար ոչնչացված խաչքարերով։ Հատուկ խաչքարը շրջած թաղածքի մեջ ոչնչացած, այդ ամենից ֆիքսել են ինչ-որ հնարավոր է եղել, այսպես ճակերտավոր պեղումների միջոցով կարողացան քրկել իջեցնել։ Այսինքն այդ շենքը այդպես վերաբերմունքով է կառուցվել։ Ծիրանի հիմնադրել ենք ընկերոջս հետ, այն ժամանակ Թաթում Սարգսակ, ներկայիս Հայգարեվին համացում է, այդ միավորության անդամ է։ Մենք իսկապես ուզում ենք, որ մշակութային առումով փոփոխություն բերենք, հատկապես մեր շրջապատի մեջ, լայն շրջապատի մեջ, եւ աստիճանաբար ստացենք ծրագրեր իրականացնել, հրավիրել մարդկանց, հանրային դասախոսություններ կազմակերպել, գիտաժողովներ անել, ֆիլմերի ցուցադրություններ, դրանք աստիճանաբար այսպես աճեցին, զարգացան, մեզ միացան նոր մարդիկ, նոր ավելի լավ գաղափարներով, ավելի շատ այսպես եռանդով եւ այսպես թիմային գործունեության արդյունքում մենք այսքան տարիների ընթացքում իրականացրեցինք տարբեր այսպես ծրագրեր։ Կարելի ասել ծրագրերի մի մասը ռազմավարական նշանակություն ունեին եւ կային, որ ուղղակի լավ ծրագրեր էին։ Ռազմավարական ծրագրերը երևի կասեմ հուշարձանների ոլորտում մեր արած որպես համակարգային ինչ-որ բաներ էին, քայլեր էին։ Հաստատ դրական ազդեցություն ունեցել է հատկապես Երևան քաղաքի հուշարձանների պահպանության գործում։ Գրափարի հետ կապված ծրագրերը, որոնք արտահայտված են on-line դպրոցով, արկա դպրոցներով, որտեղ 200-ից ավել մարդիկ սովորել են, մշակութային դպրոցներով, որոնք արդեն 5-րդ դպրոցն են անցկացվել վերջերս, այստեղ ինտենսիվ 1 ամիս եւ ավել վերողության դասեր են։ Արդյունքում մենք ունենում ենք շատ հետաքրքիր այսպես էնտուզիազմով լցված ուսանողներ, որոնք լցվում են գործերի տարբեր ծրագրերի, որոնք արդեն մենք էլ չենք ասում հետևենք թե ինչ ծրագրեր են լինում, բայց որ նայում ես, որ մշակութային դաշտում այսպես դերական տեղաշարժեր են տեղում։ Մեծ փոքր, բայց դրանք լինում են։ Դրանք, այսինքն այս տարիների գործունեության արդյունք։ Լավ կբնութագրեմ, որովհետև մի քիչ իրատեսական է պետք լինել, եթե մարդիկ սպասում են, որ պետք է լինի շատ կրթված կամ շատ մշակութասեր երիտասարդություն, այդպես չի կարող լինել։ Մենք էլ ինչ-որ բանի համեմատ, մենք էլ ենք համբիտ ինքս։ Այդպես չի կարող, ամեն ինչ շատ հարաբերական է եւ պետք է ունենան հարության մեջ ինչ-որ կորիզ, որը միշտ շարժելու է ու առաջ է տանում։ Պետք չի տենց ընդհանուր լայն մասն վերցնել, հնուվել, վատ ասել, լավ ասել։ Պետք է բացապես աշխատել այն ուղղությամբ, որ այդ կորիզային միջուկը միշտ լինի ակտիվ, գրող, փոխանցող, գիտակից եւ որոշ չափով ազդի նաեւ լայն հարության վրա։ Միշտ էլ այդպես է եղել, եթե կարծում են մարդիկ, որ հայ ժողովուրդը ինչ-որ մի դարերի ընթացքում եղել է շատ մշակութասեր, շատ հավատքով լեցուն, շատ չգիտեմ ինչ պետականության կարևորությունը գիտակցող։ Ես կասկածում եմ, որովհետև մեզ մոտ միշտ կորիզային վիճակները, որ կարողացել են ինքնության հարցերը լուծել եւ նույն 5-րդ դարում, այսինքն թարգմանչական շարժման օրինակով մի քանի հոգով
ռազմավարական մի քանի ծրագրեր, մինչև հիմա մենք այդ ռազմավարության արդյունքները ենք հավում։ Այդպես շարունակ եղել է մեր ամբողջ պատմությունը եւ հիմա։